2025 թվականի ընթացքում ունեցել ենք տասնյակ հաջողած դրամահավաքներ եւ իրականացված նախագծեր եւ թվերից մի քիչ ավելի ուշ կխոսենք, բայց հենց հիմա ուզում եմ ներկայացնել այդ նախագծերից մի քանիսը։ Ուզում եմ սկսել հենց հարեհաց սոցիալ-կրթական ծրագրից, որի նպատակն է ստեղծել ինքնաբավ էկոհամակարգեր, գյուղական էկոհամակարգեր, որոնց կենտրոնում հենց կանայք են եւ այդ համայնքների զարգացման հենց շարժիչ ուժն են կանայք։ Ծրագիրը մեկնարկեց 2025 թվականին եւ արդեն իսկ կան 5 բացված հարեհաց կենտրոններ, 4-ը Գեղարքունիքի մարզում եւ 1-ը Կոտայքում։ 120-ից ավել կանայք հենց այսօր կրթվում են եւ 3 ամսյա կրթական ծրագիրն անցնելուց հետո ստեղծում են իրենց բիզնես նախագծերը եւ որոնցից արդեն մի քանիսը նույնիսկ գործում են։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ, երևի թե բոլորս այստեղ տեսել ենք ինչպես է հիմնադրամը մի քանի ժամերի եւ օրերի ընթացքում միավորում տասնյակ եւ հազարավոր մարդկանց։ 25 թվականի ընթացքում ունեցանք 11 դրամահավաք, որոնք միավորեցին 1800-ից ավել նվիրաբերողների, որոնք նվիրաբերեցին ավելիք եւ ունեցանք ավելի քան 3000 նվիրաբերություն հենց Ռեարմենիա հարթակի միջոցով։ Արմատ ինժեներական լաբորատորիաները այս նախագիծը հենց այն օրինակն է, որ երբ տեսնում ենք, որ փոփոխությունները գալիս են հենց ներսից, իրականում ԱՏԾՄ-ի թիմը այս պրոյեկտների ընթացքում երևի թե միայն համակարգողի դերում է եղել եւ դրամահավաքները մեծապես հիմնականում իրականացվել են հենց համայնքների կողմից, իրանք ներգրաված են եղել թե որպես նվիրաբերողներ, թե որպես տարբեր միջոցառումների կազմակերպիչներ, որոնք ուղղված են եղել հենց լաբորատորիաների համար գումարի հայթայթման։ Այս տարի ունեցել ենք նոր բացված 8 աշխատանոց, որը հնարավորություն է տվել 300-ից ավել աշակերտների կրթություն ստանալ 4 մարզերում, որպեսզի պատկերացնեք ինչքան ակտիվ են այն սաները, որոնք որ հիմա կրթություն են ստանում այս նոր բացված լաբերում, նոր Խարբերդի ուսանողները լաբի բացումից ընդամենը մի քանի ամիս հետո մասնակցեցին Հունաստանում կայացված մրցույթին եւ անվանակարգերից մեկում 3-րդ տեղը գրավեցին։ Արբանյակային պատկերներ հետազոտող լրագրողների համար այս նախաձեռնությունը հենց այսօր հնարավորություն է տալիս 15-ից ավել լրատվամիջոցների օգտագործել Planet գործիքը, որը հնարավորություն է տալիս ստանալ ճշգրիտ արբանյակային պատկերներ, որոնք այդ պատկերները հենց այսօր օգտագործվում են անկախ ինչ-որ հետազոտություններ անելու համար եւ արդեն իսկ ունենք 30-ից ավել հրապարակումներ տարբեր թեմաներով Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող։ Մունք տեխնոդպրոցը տեսանք բոլորս մեր աչքերի առջև ինչպես ստեղծվեց, ինչ պատմություն անցավ, ինչպես միավորեց 600-ից ավել անհատների եւ կազմակերպությունների տեխնոդպրոցի բացման համար։ Բայց այսօր կուզեմ խոսել մի քիչ այն նորություններից, որ ունենք, տեխնոդպրոցը իրականում ընդլայնվել է եւ այսօր գործում է եւ Սյունիքում եւ Լոռիում։ Ինչպես նաև այս տարվանից մեկնարկել է Մունքի մանկական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս 5-ից 8 տարեկան երեխաների ստեղծելու իրենց առաջին մեխանիզմները։ Սյունիքի թվայնացված հուշարձաններ նախաձեռնությունը իրականացվում է հայկական գանձեր հիմնադրամի կողմից եւ իրենց առաքելությունն է պահպանել մեր մշակութային ժառանգությունը։ Արդեն իսկ թվայնացվել են Սյունիքում 28 հուշարձան եւ որոշների համար արդեն իսկ ստեղծված են առանձին կայքեր, որտեղ տեղադրված են մանրամասն տեղեկատվություն նշված հուշարձանների վերաբերյալ, 3D պատկերներ եւ ամբողջ այդ թվայնացված նյութերը։ Դրամահավաքը հաջողության է հասել եւ նախագծի շրջանակներում նախատեսվում է նաեւ թվայնացնել եւս 30 հուշարձան Սյունիքում եւ 50-ից ավել հուշարձաններ Վայոց ձորում։ Եվ վերջին նախաձեռնությունը, որը որ կուզեի ներկայացնել, իրականում մեծ տրանսֆորմացիաների մասին այսօրվա երեկոյի ընթացքում դեռ կխոսենք, բայց խոսքս ուզում եմ ավարտել մի ջերմ եւ շատ լուսավոր նախագծով։ 2024 թվականին մեզ դիմեց բելգիացի Անդրե Մալեզը, ով ձեռներեց է հենց Բելգիայից։ Նա այցելել էր Հայաստան 2024 թվականին եւ տեսել էր թե ինչպես են Վարդենիսին հարակից 5
Սահմանամերձ գյուղերից երեխաները դժվարությամբ հասնում Վարդենիս երաժշտական դպրոցում դասերին հաճախելու համար եւ նա որոշել էր դրամահավաք կազմակերպել երեխաներին օգնելու ավելի հեշտությամբ հասնել դպրոց, այսինքն հոգալու իրենց տրանսպորտային ծախսերը եւ նա բացեց դրամահավաքը եւ դրամահավաքը հաջողության հասավ երեխաները այդ տարվա ընթացքում հնարավորություն ունեցան հաճախելու դասերի եւ տարվա վերջին էլ ունեցան շատ գեղեցիկ համերգ, որին որ նաեւ ներկա էր Անդրե Մալեզը։ Սրանով ուզում եմ ավարտել խոսքս, շատ շնորհակալ եմ։